Սովետական ժամանակ այստեղ կար 33,000 աշխատատեղ արդյունաբերության մեջ միայն։ Այսօր մենք ունենք 3 հիմնական գործարան Վանաձորում, որ դեռ աշխատում են, դա Գլորիա կարի ֆաբրիկան է, որտեղ աշխատում է 2500 մարդ, Իտեքսը, որտեղ աշխատում է մոտ 1800 մարդ, եւ Սարտոն կարի ֆաբրիկան է, որտեղ աշխատում է 300 մարդ։ Այսինքն Վանաձորում վերջի 30 տարվա ընթացքում մեր երկրի այսքան միլիարդանոց պարտքերի մեջ, այսքան ներգրաված վարկերի մեջ, այսքան նախարարների եւ փոխնախարարների փոփոխությունների մեջ ընդամենը 3 մեծ գործարան է կառուցվել, որից գլխավոր Գլորիա կարի ֆաբրիկան, որ ամենամեծն է այս պայդրությամբ, միշտ պետության կողմից ճնշման տակ է եղել եւ Գլորիա կարի ֆաբրիկայի տնօրենը եւ ղեկավարը նույնպես ձերբակալվել եւ կալանավորվել է այս կառավարության կողմից։ Երկրի 3-րդ քաղաքի գլխավոր աշխատատեղ ստեղծողը, ով 2500 մարդու աշխատանքով է ապահովում, կալանավորվել է ինչ որ գործով, աննշան գործով եւ չի գնահատվել այդ մարդկանց աշխատանքը։